Ողջույն սիրելիներս, ես և Արեգը ողջունում ենք ձեզ, ուրախ ենք ձեզ տեսնելու մեր ալիքում, ուրախ ենք ձեզ տեսնելու մեր ալիքում, այսօր միասին պատրաստելու ենք ժինգյալով հաց, դե իհարկե իսկական ժինգյալով հացը չի, որովհետև հիմա դժվար թե ճարենք այդ բոլոր կանաչիները, ինչ ունենք ձեռքի տակ դրանով ենք պատրաստելու, այսինքն, չկարելի, թող, որտեղ կանգառանք, հիմա թվարկեմ, թե ինչ կանանչիներ եմ գնել ու ինչով ենք պատրաստելու, գնել ենք սպանաղ, կանանցող, համեմ, ենտեղ և բազուկի ճավ, այդքանով մենք կպատրաստենք մեր այսօրվա ժինգյալով հացը, այստեղ արդեն կտրատել եմ սպանախը, Արեգը ինձ օգնում է, Արեգը ինձ անընդհատ խանգարում է, բայց մենք չենք հանձնվում, հիմա կգնայինք հապերի հետ խաղալու, իսկ մենք կպատրաստենք ժինգյալով հացը, խմորը արդեն արել եմ, թողել եմ հանգստանա, սովորական խմոր ենք անում, առանց խմորի, հիմա Արեգին տամ եղբորը միանամ ձեզ, Արեգին տվեցի եղբորը, իսկ մենք անցանք գործի, այստեղ ասեցի սպանախը արդեն կտրատել եմ, հիմա անցնենք մնացած բաղադրիչներին, այսպես անեմ, որ դուք էլ տեսնեք, հիմա կանանց սոխն եմ կտրատելու, այս մեծ դանակը դնեմ մի կողմ, մաններ կտրատում եմ կանանց սոխը, ինչպես ասեցի խմորը ես արել եմ առանց թթ խմորի, դրել եմ որ մի փոքր հանգստանա, մինչև ես կանանչիները կկտրատեմ, հիմա կանանց սոխը կկտրատենք և կանցնենք համեմին. Այսպես մանր կկտրատենք, որ ավելի հաճելի լինի ուտելը. Ահա և վերջ, խառնեցի բոլոր կանանչիները, հիմա արդեն գնդերի կբաժանեմ խմորը ու կսկսենք թխելը. Այսպես սիրելիներս, հիմա արդեն գնդերը կանեմ, այսպես պուճուրի գնդերը կանեմ, հենց իր թասի մեջ, այսպես կդնենք, թող մի փոքր էլ հանգստանա, որ կրտնակելը հեշտ լինի, մի րոպե ես մի հատ, վերեմ, այսպես, արդեն թավան դրել եմ տաքանա, թող լավ տաքանա, մինչև ես գնդերը կպատրաստեմ.
ժինգյալով հացերը։ Համեցեք։ Եվ այսպես սիրելիներս, հիմա նաև կպատրաստեմ շատ համեղ յուրահատուկ խմորեղեններ, որոնք կոչվում են դեղց խմորեղեններ։ Հիմա ինչա մեզ անհրաժեշտ 370 գրամ ալյուր, 65 գրամ կարագ, 60 գրամ թթվասեր, 200 գրամ շաքարավազ, 1 թեյ գդալ վանիլին, 1 թեյ գդալ փխրեցուցիչ, 2 ձու։ Հիմա սա բաղադրիչներն է խմորը ստանալու համար, իսկ այստեղ ունենք կարմիր գույն, նարնջագույն և շաքարավազ։ Սրանք ինչի համար են մեզ պետք, որ ստանանք դեղցի տեսքը։ Դու կարող եք կարմիր գույնը ստանալ բազուկով, գազարագույնն էլ գազարով։ Եվ այսպես, քանի որ ես նախընտրեցի այսպես սնդային ներկերով, հիմա անցանք առաջ։ Սկսում ենք պատրաստել խմորը։ Հիմա կկոտրենք ձուն, հիմա ձուն շաքարավազով կհարենք, մինչև ձուն և շաքարավազը հարել է, հիմա ինչ ենք անում, այստեղ 4 բաղադրիչները կմիացնենք իրար և լավ կխառնենք, նոր անցնենք առաջ, մաղի օգնությամբ ենք լցնելու ձվի մասայի վրա, սա այստեղ թողնենք և անցնենք ձվին ու շաքարավազին։ Հիմա սա լավ կհարենք։ Ավելացնենք թթվասերը։ Ասում ենք կարագը։ Սա էլ լավ կխառնենք և արդեն կլցնենք ալյուրը։ Հիմա արդեն լցնենք ալյուրը։ Ինչպես նշեցի, պետք է ավելացնենք մաղի օգնությամբ, որ գնդիկներ չառաջանան։ Լավ կխառնենք, որ ստանանք ձեռքերին չկպչող խմոր։ Հիմա ձեռնոցներ հագնեմ, որ արդեն ձեռքերով հարեմ։ Հիմա մի փոքր ալյուր կլցնեմ սեղանին և արդեն խմորը սկսենք հունցելը։ Շատ քիչ ենք ավելացնում, քանի որ մեզ ավար ալյուր պետք չէ։ Հիմա արդեն կձևավորենք գունդ։
ձեռնոցներով շատ անհարմար էր, ես էլ անցա սովորական առանց ձեռնոցների, ահա և վերջ ստացանք գունդը, հիմա ինչ ենք անում, այսպես երկարացնենք և ստանալու ենք փոքր գնդեր, հնարավորինս համաչափ գնդեր ենք ստանալու, որպեսզի մեր դեղձերը գեղեցիկ ստացվեն, մեկը մեծ չլինի, մյուսը փոքր, ահա, այսպիսի գնդեր կստանանք, մի վայրկյան, ահա, այսպիսի փոքրի գնդեր ենք ստանալու, և այսպես, ինչպես տեսնում եք, ես գնդերը պատրաստել եմ, զույգերով դրել եմ, հիմա պետքա արդեն անցկացնեմ տապակի մեջ, որ դնենք դուխովկան և ֆի, ինչ ենք անում, այսպես, ինչպես միշտ իմ օգնականը, այսինչ, մի փոքր շատ չենք սեղմելու, որ ինքը տափակ տեսք չունենա, այսպես տեղափոխում ենք տապակի մեջ, հիմա ամբողջը այդպես ենք անելու, աղջիկներ ջան, մոռացա ձեզ ասել, որ ջեռոցում թխելու ենք 15-ից 20 րոպե, նայած ջեռոցի 180 աստիճան ջերմաստիճանում և այստեղ նաև մոռացել էի ասել, որ մեզ հարկավոր է եփած խտացրած կաթ, այսպես ասած կորիզը ստանալու համար, ընթացքում ցույց կտամ ինչպես ենք անում, հիմա դրել եմ արդեն դուխովկայի մեջ, պատրաստ լինի, կմիանամ ձեզ։ Եվ այսպես աղջիկներս, ահա և վերջ պատրաստ են մեր գնդիկները, այս անգամ մի փոքր եմ պատրաստել գնդիկները, դու կարող եք ավելի խոշոր պատրաստել, ավելի մեծ դեղձեր ստանալու համար, սա այսպես հիմա այս մասը մի փոքր փոս ենք անելու, այսպես փոսիկ ենք անելու և խտացրած կաթը լցնենք այդտեղ և հաջորդ մասը այսպես ամրացնենք և վերջ, կարելի ասել մեր դեղձերը համարյա պատրաստ են, հիմա ինչպես ասեցի փոսիկները անեմ և միանամ ձեզ, եկեք ցույց տամ թե ինչպես եմ անում, որ ավելի պարզ լինի, այսպես, այս հատվածը մի թեթև փոսիկ ենք անում, այսպես, եկեք ամբողջությամբ չանեմ, քանի որ ժամանակատար է, մի քանիսը ես պատրաստ եմ, դուք տեսեք, նոր, մնացածը ես կանեմ, այս վիճակը, այսպես, մի րոպե այսպես անենք, մի փոքր ավել է կարմրել, բայց դա խնդիր չէ, այսպես էլ է համով, այստեղ արեգը շաքարավազն է ուզում տանի, մի փոքր լցնեմ իրեն, եկեք ես պուջուրիկ, ավելի պուջուր թալ վերցնեմ, ահա, սա ավելի պուջուր է, այսպես փոքրիկ գնդիկ եմ անում, և տեղադրում ենք այստեղ, այսպես, որպես կորիզ, և հաջորդ կլորիկը այսպես ամրացնում ենք, ահա, հիմա ինչ ենք անում, ամենակարևորն ենք, հիմա անցնում, այսպես, այստեղ ունենք կարմիրներ, կարմիրները շատ, մի վայրկյան, շատ քիչ կանենք կարմիր, ահա, այսպես, մտցնենք, ահա, տեսեք, և նարնջագույն, գազարագույն, ինչպես ենք ասում, այս ներքին, այսպես, վերջ, մեր դեղձերը պատրաստ են, տեսեք ինչքան գեղեցիկ է ստացվում,
Հիմա սա տեղափոխում ենք ափսեի մեջ, չէ, կներեք, ես եմ շտապում, այստեղ հիմա ինչ ենք անում, այսպես, շաքարավազի մեջ ենք մտցնում, ահա, տեսեք, ավելի գեղեցկացավ, այ հիմա վերջ, այսպես, տեղափոխում ենք ափսեի մեջ և անցնում ենք մնացածը պատրաստելուն, այսպես կրկին քսում ենք և կրկին անցկացնում ենք ներկի մեջ, և իհարկե շաքարավազի մեջ, այսպես անում ենք ամբողջը և վայելում սուրճի կամ թեյի հետ, հիմա ամբողջը անեմ միանամ ձեզ, և այսպես աղջիկներս, այսպիսի գեղեցկություն ստացանք, ահա տեսեք, այստեղ դրել եմ կիտրոնի տերևներ, քանի որ նանա չունեմ տանը, այսպես կիտրոնի տերևներ եմ դրել, դուք էլ կարող եք փորձել, շատ հեշտ է և շատ համեղ, փորձեք կհամոզվեք,